Սիրելի երկվորյակներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն, այսօր իմ օրացույցով մարսի օրն է, այսինքն նոյեմբերի 25-ը, եւ տեսնենք ինչու ձեզ բաժին ընկավ մարսը, նախ ես մինչ դրան անդրադառնալը, ես ուզում նշեմ, որ անպայման, որ դուք 8-րդ տեղից այդպես հետընթաց լինելով տեղավորվել եք 11-րդ տեղում, նախավերջինն եք, ուստի ինձ որ հարցում են չի լինելու, երկվորյակը երբ է լինելու, ու արդեն դուք կարող եք ինքներդ նայել ու կռահել, հասկանալ, որ եթե քիչ դիտումներ են, համեմատաբար, ուրեմն դուք ընկնում եք ավելի վերջ, կարող եք նույնիսկ այդ հարցը չտալ, այլ պարզապես նայել ինքներդ եւ հասկանալ, թե երբ է ձեր հերթը հասնելու, այսպես ասած, ինչևէ դուք այդտեղ եք եւ եւս մի կարելի ասել նորամուծություն, ես խնդրել են ինձ եւ ես այսօր այդ կանդրադառնամ, թե որ ժամանակահատվածն է, որ պատկանում է երկվորյակներին կամ երկվորյակներն ինչ ժամանակահատվածում, որ ժամանակահատվածում ծնվածներն են։ Եվ այսպես մայիսի 22-ից մինչև հունիսի 22-ը, իհարկե պլյուս մինուս 1-2 օր, որովհետև կարող է լինել նահանջ տարի եւ այստեղ օրերը փոխվեն, այնպես որ սա պայմանական 22-ը կարող է լինել 21, կարող է լինել 23, սա ուշադիր եղեք։ Եվ այսպես սիրելի երկվորյակներ, իհարկե գիտեք, ձեզ վերաբերում է, ձեզ համար շատ կարևոր է, չնայած որ դուք առանձնապես հետաքրքրություն չեք ցուցաբերում, բայց ձեզ համար կարևոր է, որովհետև ձեզ համար, այսինքն ձկների երկվորյակների աղեղնավորների եւ գույսերի համար ճակատագրական տարի է, այնպես որ 26 թվականը դեռևս դուք շատ բաներ կբացահայտեք, գիտեք, անձնական կյանքում դա կարող է լինել ոմանց մոտ ամուսնություն, կարող է լինել ոմանց մոտ բաժանություն, կարող է լինել ոմանց մոտ պարզապես ինչ որ համագործակցություն կամ հնարավոր է նաեւ որ դուք չկողմնորոշվեք, թե ում հետ ուրեմն համագործակցել, ինչեր անել, ինչ որ բաներ կբացահայտվեն, ինչևէ ձեզ համար դժվարություններ կլինի, որովհետև դուք հիմնականում ձեր ուշադրությունը պետք է հրավիրեք ձեր կարիերային, ոչ թե ընտանեկան թեմաները, այլ կարիերան է, որտեղ ամեն դեպքում անորոշություն կա, գիտեք, ճիշտ է, այդպես շատ նպատակասլաց գնում եք դեպի ուրեմն ձեր նպատակների իրագործմանը, բայց բոլոր դեպքերում այդ անորոշությունը կա, այսինքն գնալ այնտեղ ինչպես կլինի, ինչ պիտի անես, այստեղ երբ հավարտես, ամեն դեպքում տեղափոխությունը դա հեշտ բան չի, կամ ասենք թեկուզ ինչ որ նոր գործունեություն եք ուզում ծավալել կամ ավելի ընդլայնել եւ այլն, ամեն մեկը իհարկե շատ տարբեր, սա ասցենդենտով երկվորյակներն են հիմնականում, ցանկացած նշան կարող է լինել ասցենդենտով երկվորյակ եւ իհարկե այսպեսի մենք իրավիճակ ունենք եւ ինչն է հետաքրքիր նաեւ, որ սիրելի երկվորյակներ լիալուսին հենց ձեր նշանում է լինելու դեկտեմբերին 2025 թվականի, իսկ նորալուսինը ձեր հանդիպակացը նշանում է լինելու մի գուցե այստեղ ինչ որ մի նոր սկիզբ դրվի, ոմանց մոտ արտերկրի հետ կապված, ոմանց մոտ ամուսնության սկիզբ դրվի, կամ ինչ որ գործունեություն բոլոր դեպքերում, որտեղ կարիերան է առաջնային, եթե մասնավորապես լավ էներգիան է կուտակվում նորալուսնի ժամանակ, իհարկե այդ կնշեմ օրերը, փորձեք ուշադիր լինել, եթե առաջարկներ կան, եթե հնարավորություններ կան, ուրեմն փորձեք դա իրականացնել։ Եվ այսպես ինչ ունենք դեկտեմբերին Վեներան, Մերկուրին, Մարսը, Սևլուսինը թերևս կարևոր իրենք փոխեն իրենց նշանները։ Սևլուսինը կարևոր է, որովհետև մտնում է ձեր հանդիպակաց նշան, սիրելի երկվորյակներ, եւ 9 ամիս մնալու է այդտեղ, շատ բաներ ինքը ձեզ համար կբացահայտի, թե անձնական, թե գործնական դաշտում, եւ ինքը 9 ամիս մնում է յուրաքանչյուր նշանում, ասել թե դեկտեմբերի 20-ից երբ կմտնի աղեղնավորի նշան, ձեր հանդիպակացն նշան, ինքը այնտեղ կմնա մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը։ Նշեք ձեզ մոտ բոլոր դեպքերում այսօրը, որպեսզի այդ ժամանակահատվածը, որպեսզի հասկանաք ինքը երբ է դուրս գալու եւ իհարկե շատ հետաքրքիր կարևոր իրադարձություններ կկատարվեն կապված ուրեմն թե անձնական դաշտում, թե գործնական, ուշադիր եղեք եւ շատ բացահայտումներ նաեւ ձեզ համար կլինեն, այնպես որ անակնկալի չգաք, այսպես, եւ Նեպտունը կդառնա ուղընթաց, արևը կփոխի իր նշանը բնականաբար եւ տեղի կունենա ձմեռային արևադարձը եւ լիալուսին, նորալուսին ունենք
ահա, բան նրանումն է, որ դեկտեմբերի սկզբից մինչև 24 Վեներան է մտնելու ձեր հանդիպակաց նշան, հետո Մերկուրին կմտնի հանդիպակաց նշան, իսկ Մարսը հիմա այնտեղ է գտնվում եւ ինքը արդեն դեկտեմբերի 15-ին դուրս կգա եւ ձեր ֆինանսների տանը կտեղավորվի, ինչեւ է այստեղ մենք տեսնում ենք, որ հանդիպումներ, քննարկումները բավականին մեծ են լինելու ձեր կյանքում, հավանաբար ինչ որ հարցեր կքննարկեք, որպեսզի նոր գործ սկսեք, արդեն ես դա ձեզ ասացի, կամ հնարավոր է, որ ասենք լինի բաժանություն անձնական եւ գործնական, հա, այդ դաշտերում լինի, ուրեմն առանձնանաք պարզապես եւ փորձեք ինչ որ մի նոր բան սկսել կամ մեկը ավարտվի, սկսեք մյուսը, հա, այս տարբերակով եւս կարող է լինել, այդ շունչը դուք դեկտեմբերին անպայման կզգաք, ինչ որ ինքը կբերի շատերի մոտ, հա, որտեղ ես անձնական քարտեզը չգիտեմ ձեր, դա ուրեմն տրանզիտներում կբերի դեկտեմբերը շատ փոփոխական կլինի եւ փոփոխություն կբերի, այնպես որ այդքան մոլորակներ որ հավաքվել են աղեղնավորի նշանում, դուք իրենց ուրեմն այդ էներգիան ազդեցությունը կունենաք, բայց իհարկե կզգաք, բայց իհարկե այստեղ ես կնշեմ որոշակի օրեր կան, որ դուք չպիտի գնաք հանդիպումներ, որտեղ դա կարող է լավ ավարտ չունենալ, թե անձնական դաշտում նշում եմ եւ թե գործնական դաշտում խորհուրդ չի տա սիրո հանդիպումներ, պայմանավորվել ամուսնության թեմայով եւ այլն, փորձեք դեկտեմբերը թող ավարտվի, հետո նոր կարող եք դա ուրեմն այդ հարցերը քննարկել։ Ես նշեմ այդ օրերը, դրանք դեկտեմբերի 1-ը, դեկտեմբերի 8-ը եւ դա դեկտեմբերի 18-ն է, պլյուս մինուս 2-3 օր, այդ օրերից պլյուս մինուս 2-3 օր։ Ուրեմն նշածս թեմաները չեք ակտիվացնում կամ չեք անդրադառնում այն ինչ որ ասեցի, չեք անում ցանկալի չէ, սա իմ խորհուրդը եւ ուզում եմ նշել, թե երբ է լինելու լիալուսինը ձեր նշանում դեկտեմբերի 5-ին Հայաստանի ժամանակով գիշերը 3:13:53 վայրկյան արևև լուսինը կհակադրվեն ձեր նշանում եւ հենց 14 աստիճանում տեղի կունենա լիալուսինը, սիրելի երկվորյակներ, եւ տեսեք, եթե դուք ինչ որ մոլորակի միանում, ասենք եթե ձեր արևի նշանն է իմ նշած ժամանակահատվածում եք ծնվել այդտեղ մոլորակ ունեք կամ միգուցե ձեր արևն է այդտեղ գտնվում, նշանակում է միանշանակ այստեղ ձեզ համար ինչ որ թեմա կավարտվի, նայած ինչ մոլորակ է միանում, հակադրվում այստեղ կամ լուսինը միանում այդ մոլորակին, ինչևէ արդեն դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, բոլոր դեպքերում ձեզ համար ինչ որ կարևոր մի թեմա կմոտենա իր ավարտին, կապված պարտների հետ, միգուցե այստեղ դուք փորձեք իհարկե հիմա որոշների մոտ գիտեք մինչև լիալուսինը ընթացքում ինքը կատարվում է, դա չի նշանակում որ հենց դեկտեմբերի 5-ին պիտի կատարվի, մինչև դեկտեմբերի 5-ը բոլոր դեպքերում դուք ձեր անելիքները կարող եք իմանալ, հարաբերությունները արդեն ձեզ համար հասկանալի կլինի, թե ինչ ուղղությամբ է գնում եւ ինչ է լինում, այսինքն ձեզ առաջարկություն անում են, թե դա գնում է բաժանության, այնպես որ եթե առաջարկություն անելու այսպես հարց կա, ցանկալի է որ մինչև դեկտեմբերի վերջ արվի կամ դեկտեմբերի 20-ը մինչև դա արվի։ Սա այսպես եւ 10-ին դեկտեմբերի մինչև 26 թվականի հուլիսի 7-ը Նեպտունը դառնալու է ուղղընթաց, որը վերաբերում է ձեր կարիերային եւ ինքը իհարկե կտեղափոխվի խոյի նշան 26 թվականին արդեն միշտ ձեզ համար համենայն դեպս շատ ավելի լավ դասավորություն է այս դեպքում, ավելի ձեզ հարմար է այս նշանում Նեպտունի ներկայությունը, քան ասենք ձկան նշանում, այսպես այնպես որ 26 թվականին ես կարծում եմ նորից պայմանավորված ձեր անձնական քարտեզով համենայնպես գլոբալ առումով ինքը շատ ավելի լավ է, իսկ եթե արդեն ինքը մտնում է խոյ եւ դուք ասենք կշարքի նշանում ունեք շատ մոլորակներ, հա, այս դեպքում արդեն այդքան էլ լավ չի լինի, տեսնում եք, դա համար ամեն ինչ շատ հարաբերական է, դրա համար եմ ես նշում, որ չի կարելի ասել այս նշաններին սա է սպասվում, դա շատ հատուկ գլոբալ իրադարձությունների դեպքում է, իսկ այսպես դուք չես կարող միանշանակ ասել, որովհետև տեսեք, ասենք երկվորյակ եք, բայց բոլոր մոլորակները շատ հնարավոր է, ոչ թե բոլոր, այլ շատերը նման դեպքերին շատ է պատահել, որ կարող է կողքի նշանում ուղղակի հավաքվեն եւ այս դեպքում արդեն լրիվ հակառակ պատկերը ունենանք
Այսինքն եթե ինքը ձգան նշանում էր այն ժամանակ շատ ավելի լավ էր, քան ինքը մտնում է խոյի նշան։ Այնպես որ շատ հարաբերական է։ Դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս եւ կարևոր իրադարձություն նորալուսինն է, որ ձեր հակադիր նշանում է, ինչպես արդեն ասացի, լինելու Հայաստանի ժամանակով 5:43 րոպեին նվարկյան արևի լուսինը կմիավորվեն 29 աստիճանում աղեղնավորի նշանում։ Ահա ես ինչ որ առումով դա մեկնաբանել եմ, գիտեք նորալուսինը եւ լիալուսինը եւ նորալուսինը առանձնապես իսկ դուր չեն գալիս դեկտեմբեր ամսվա ընդհանուր առումով այս նորալուսին եւ լիալուսինը կարող է ձեզ մոտ ինքը բերում է հաջողություններ, լավ էներգիա է կուտակվում ըստ դասավորության, դա չեմ կարող ասել, բայց գլոբալ առումով ինքը այդ երկուսն էլ առանձնապես տենց չեմ փայլում, մասնավորապես որ գիտեք արդեն սկզբից էլ ասացի այդ նշանների համար 26 թիվը եւս ոչ այդքան հեշտ կլինի, կարևոր իրադարձություններ կկատարվեն, այնպես որ ուշադիր եղեք, հատկապես մարտ ամսին կամ գիտեք ընդհանուր 26 թվականը սիրելի երկվորյակներ պետք է ուշադիր լինեք ցանկացած երկրորդ անձնավորության հետ, գիտեք, թե աշխատանքում, թե անձնական հարցերում պիտի զգույշ լինեք, որտեղ հնարավոր է որ ձեզ խաբեն 10 չափում եք, 1 ձևում եք, սա իմ խորհուրդը ձեզ։ Ահա, եւ նույն 20-ին, փաստորեն նույն օրը, երբ մենք ունենում ենք նորալուսին, տեսնում ենք նորալուսնի հետ եւ նորալուսին է լինում եւ սելուսինը փոխում է իր նշանը։ Սա առանձնապես լավ բան չի ասում։ Բոլոր դեպքերում դեկտեմբերի 20-ից մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը ինքը գտնվելու է ձեր հակադիր նշանում։ Սիրելի երկվորյակներ եւ ես ընդհանուր խոսել եմ, հիմա այտենց կոնկրետ չնշեմ, դուք ճակերտների մեջ կվայելեք սև լուսնի ներկայությունը, ուրեմն թե անձնական կյանքում պարտների հետ կապված թե գործնականում եւ ընդհանրապես հարաբերություններում շատ բաներ կբացահայտեք, շատ բաներ կիմանաք, այնպես որ այդ առումով կվայելեք սև լուսնի ներկայությունը։ Այնպես չի որ ինքը միայն սև լուսինը ինքը վատ բաներ է բերում, գիտեք, երբեմն դու բացահայտում ես դիմացինին եւ դա շատ լավ է, միգուցե ծանր է, որ դու մինչ այդ չես իմացել թե դիմացինը ով է, բայց լավ է որ էլի իմանում ես կարողանում ես հասցնել ճանաչել իրեն այդպես եւ չես ասենք համագործակցում կամ ընդհատում ես կամ պարզապես ճանաչում ես ինքը ով է եւ այդպես հարաբերությունները ընդհատում ես եւ այլն շատ տարբեր եւ հաջորդ օրը արևը դուրս է գալիս աղեղնավորի նշանից, այսինքն 21-ին դեկտեմբերի եւ ինքը տեղավորվում է այծեղ ջուրի նշանում, այնտեղ արդեն դեկտեմբերի 15-ին Մարսը մտել էր, որտեղ կմնա մինչև հունվարի 23-ը 2026 թվականի ձեր ֆինանսներն են սիրելի երկվորյակներ, նորից պայմանավորված ձեր անձնական քարտեզով կարող են այստեղ բավականին ֆինանսներ լինել, այդպես նվերներ ստանաք, ամեն ինչ շատ լավ լինի եւ կարող եք նաեւ ծախսեր անել, չնայած որ արժևում բնականաբար ամանորն է, ծախսերը ինքնին լինում են եւ դուք այդպես բավականին ընդգծված կլինի նաեւ հնարավոր գնան հանգստանալու կամ շրջագայելու եւ այլն եւ իհարկե ասացի ձմեռային արևադարձն է լինելու, երբ արևը կմտնի այծեղ ջուրի նշան, դա ձեր 8-րդ տունն է, ֆինանսներն են եւ կարծում եմ արևը մտնում է եւ լավ կլինի, մասնավորապես եթե ինքը ունենա լավ հարաբերություններ մյուս մոլորակների հետ, ինքը լավ հարաբերություններ ստեղծի, դա իհարկե շատ ավելի լավ է լինելու։ Այսքանը սիրելի երկվորյակներ, չնայած որ դուք նախավերջին եք, բայց ես ամենայն դեպս մանրամասնեցի, այնպես որ իմ նշած օրերը ուշադիր եք լինում եւ չեք գնում ոչ մի այդպես գործարքի առավել եւս հանդիպումներ եւ այլն ցանկալի չէ։ Ընդհանրապես դեկտեմբեր ամիսը փորձեք այդպես լինել ավելի ուշադիր եւ ինչպես որ արդեն ասեցի, ինչ որ ամենայն դեպս զգացողություն այնպեսին է, որ ավելի լավ կլինի տարին ավարտվի, ինչ որ բան չսկսեք, այսպես ասեմ։ Այսքանը գրեք ձեր տպավորությունների մասին, որքանով օգտակար եղան իմ խորհուրդները, որովհետև ես նախապես եմ ասում եւ դուք արդեն գիտեք, արդեն պատրաստվում եք դրան եւ այդպես ավելի հեշտ է։ Այնպես որ կսպասեմ ձեր
կոմենտներին, մեկնաբանություններին, լավ եղեք, մենք էլ կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։